Դուք տարիներով սփյուռքյան կյանքից անցած մարդ եք, աղետների ընտանիք, որ աղետների միջով է անցել, ողբերգությունների, ցեղասպանության։ Ձեր ընտանիքում տեսել եք այդ ամեն ինչը, ապրել եք այդ ամեն ինչը, պատմությունները լսել եք ամբողջության մեջ։ Ձեր կենսագրությունը ձևավորվել է Հայաստանից դուրս, չէ՞, Սփյուռքում։ Ինչի պատճառով։ Ձեր ցանկության, հա։ Երբեք։ Ահա։ Հետևաբար, երբ այդ բոլորը դուք լավ ճաշակում եք, ես ոչ թե մեղադրականով եմ ասում, զուտ օրինակն եմ ներկայացնում, առջևս նստած մարդ, որը ողբերգության ու աղետի հետևանքով իր սեփական հայրենիքից դուրս հայտնված մարդ է եղել։ Հիմա մեր մասին, որ լավ 50 տարի հետո ասեմ, երբ որ գրելու են, նայելու են, ինչ են ասելու։ Ասելու են այս մարդիկ հայրենիք հանձնեցին, այսքան զոհեր, այսքան կորուստներ, հիմա մենք չգիտենք առաջիկան ինչ է լինելու, չէ՞, եկեղեցին կործանեցին, ամեն ինչ։ Սրանք ովքեր էին։ Ես այդ պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրը։